հոգևորի փնտրտուքի ճանապարհին ինչպես աշխատել ինֆորմացիայի հետ։ Երբ ինչ-որ ինֆորմացիա գալի մի դաշտ, ամենապրիմիտիվ օրինակը, երբ որ մի ուսուցիչ ասում է, որ աշխարհը այսպիսին է, այսպիսին է, այս ինչ ասեց աշխարհը այսպիսին ու այսպիսին է, օրինակի համար։ Եթե ես ի սկզբանե ասեմ չեմ հավատում, այսինքն ինչ է այդ խոսում այդ մարդը, դա չի կարա այդպես լինի, ես ստացվում է, որ նախընտրում եմ մնալ իմ քառակուսիների մեջ ու լայնացում, հոգևորի լայնացում տեղի չի ունենում։ Եթե ես ասում եմ, վաու, ուսուցիչը ասեց, ուրեմն դա այդպես է ու կուրորեն հավատում եմ։ Ես այդպես շատ հավանական է, որ ինձ տարալուծեմ ինֆորմացիայի բազմազանության մեջ ու կորցնեմ ճշմարիտի հենքը կուրորեն հավատալով, այսինքն երկու ճանապարհն էլ կարա մեզ տանի թյուրիմացության դաշտ։ Հետևաբար, որն է ճիշտ ճանապարհը, դա երբ որ ինֆորմացիան գալիս է, դա կլինի, չգիտեմ, մեր սիրելի ուսուցիչը, կամ մեր ներքին ուսուցիչը, կամ աշխարհը, ոնց որ կգա ինֆորմացիան, ես ասում եմ, օքեյ, սա կարա լինի եւ կարա չլինի միևնույն ժամանակ։ Եվ խնդրում եմ, որ կյանքը ինձ ցույց տա, որքանով է այդ ինֆորմացիան ճշմարիտ ինձ համար։ Եվ եթե մի փոքր տարածություն տամ ու հետևեմ, ես կտեսնեմ, որ կյանքը սկսում է այդ ինֆորմացիան կամ ապացուցել, կամ հերքել։ Իսկ եթե ես դոգմատիկ ասում եմ այո կուրորեն, կամ ասում եմ ոչ կուրորեն, երկուսն էլ կարա սխալ տեղ տանի։